Կյանքը ու ֆուտբոլը ինչով են նման ըստ քեզ։ Կյանքը ու ֆուտբոլը երկուսն էլ հավես բան են։ 13-ամյա Գեորգի Պետրոսյանը ադապտիվ ֆուտբոլ ակումբի անդամ է։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված այս ակումբին նա միացել է գրեթե 2 տարի առաջ։ Ինչ դժվարություններ ունի ֆուտբոլը իրանում։ Որ մտածես շուտ կողմորոշում, շատ շուտ մտածես ինչ անես, դա է երևի ամենաբարդը։ 12-ամյա Սարգիս Վարդանյանն էլ մարզումների ժամանակ հիմնականում դարպասապահի կամ պաշտպանի դիրքում է։ Մարզվում եմ, խաղում ենք, որ ուժեղանամ գնամ խաղերը լիքը խաղերի գնամ ու լավ վրատար դառնամ։ Թիմի անդամ 13-ամյա Համլետ Նաբոյանին հարցրինք, ինչ ազդեցություն են ունենում ֆուտբոլային այս մարզումները։ Ուժեղանում եմ եւ հզոր եմ զգում։ Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ստեղծված այս ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո գործում է 2021 թվականի նոյեմբերից։ Նման 4 խումբ կա։ Երեխաներն այստեղ ոչ միայն մարզվում են, այլև հաղթահարում վախերը, սովորում աշխատել թիմում։ Մարզումների ասալիս են տարածա եւ տարածաժամանակային արագ կողմնորոշություն, զարգացում, կոորդինացիա, տեխնիկա, տակտիկա, կյանքում ավելի շատ որոշում կայացնելու հմտություններով արդեն շատ հարցեր են, իրանք որ կարողանում են դաշտում արագ որոշում կայացնել, կյանքում էլ են լինում ավելի ճկուն, մտածելակերպով ու ավելի շատ են զարգանում։ Պարապմունքների ժամանակ ներկա է նաև հատուկ վերապատրաստված հոգեբան, որը տեղում աշխատում է երեխաների հետ, ինչպես նաև մասնակցում մարզումների պլանավորման աշխատանքներին։ Այս տեսակ մարզումները այնքանով են կարևոր, որ նպաստում են երեխաների մոտ մոտիվացիոն ոլորտի զարգացմանը, սոցիալական հմտությունների զարգացմանը, ուշադրության կենտրոնացման զարգացմանը։ Մարզումների ժամանակ յուրաքանչյուր վարժություն կատարելու ընթացքում ուշադրություն ենք դարձնում, որ երեխաները ճիշտ ընկալեն առաջադրանքը, հրահանգը ու հարկ եղած դեպքում արդեն ուղղորդենք, որպեսզի ճիշտ ձևով կատարեն վարժությունը։ Ադապտիվ ֆուտբոլի պարապմունքներին միանալ ցանկացողների թիվը ըստ ֆուտբոլի ֆեդերացիայի մեծ է, նոր տարածքներ են փնտրում։ Երբ որ կունենանք նոր տարածքներ, արդեն փռված Երևանի այլ մասերում, ինչպես նաև մարզերում, արդեն կավելացնենք թիվը, քանի որ պահանջարկը շատ մեծ է։ Ինչպես նաև այս ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ են վերապատրաստված մարզիչներ, այդ ուղղությամբ եւս աշխատանք ենք տանում։ Նշեմ, որ թիմում մարզիչներից բացի աշխատում են նաև հատուկ մասնագետներ, բոլորը ունեն ադապտիվ ֆիզկուլտուրայի կրթություն, ինչպես նաև մարզչական վերապատրաստում ֆուտբոլից։ Մարզումները լիովին անվճար են, այժմ գործող 4 խմբում ընդգրկված է մոտ 50 երեխա։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, Լուրեր։